Բարի ժողովուրդ, այ հիմա կարամ արդեն բոլորիդ շնորհավորեմ, վերջապես թվերը տեսանք, վերջապես հասկացանք, որը որից հետո է, քանի պատգամավոր է եւ այլն եւ այլն։ Կարևոր աշխատանքները կատարելու համար իհարկե այդ թիվը բավականին չի, բայց որոշ հարցեր, որոնք նույնպես կախման մեջ էին ու շատ վտանգավոր էր, այդ հարցերում մենք կարող ենք ինքնուրույն միանձնյա որոշումներ կայացնել։ Ինչ հասնում է ժողովրդից գրած նամակները, որ սրանք բուն կսկսեն եւ այլն, ժողովուրդ ջան, նորից ու նորից եմ կրկնում, մենք վաղուց արդեն դարձել ենք պետություն։ Այնպես որ հանգիստ եղեք, պետության, պետական մեքենայի դեմ ինչ որ գործողություններ կատարելը դա անիմաստ է։ Եթե փողով գալիս են ընդամենը մի հատ թերթիկ դնում են ծրարի մեջ ու քվեարկում են դա մի բան է, իսկ դուրս գալ, սեփական կյանքը վտանգի տակ դնել, սեփական կյանքի վրա խաչ քաշել, քրեական հոդվածներ շարակել, դա էլ բան է։ Ես չգիտեմ, Սամոն այդքան փող ունի կամ այդքան սմերտնիկ ունի, որ նման գործողությունների գնա։ Ու ասեմ ավելին, էլի, հիմա Սամո, մամո, գագո, քոչո, թող հələ մի հատ իրանց սեփական հետույքի մասին մտածեն։ Ինձ թվում է իմնի դա է ուժը։ Սամո, մամո, քոչո, մոչո, սա տարողներ, քանի անգամ եմ ասել, որ հույսները չդնեք հանկարծ, որ այդ քրեական հոդվածները ձեր վզից իջնելու է, ջրվելու է։ Անուղեղ, այդքան զգուշացրեցի, այդքան ասեցի, չլսեցի։ Դե հիմա գնացեք, թող այդ կլիմոները մնա ձեր վրա, որ հասկանաք, ինչ է նշանակում սեփական պետությունը ծախել մի քանի հազար դրամի համար։ Ձեզ էլ քիչ է։ Ձեզ իրոք քիչ է։ Դուք ես ժողովրդի արոնը 2 ամիս խմեցիք, վամպիրներ, դե հիմա պատասխան տվեք, ու լիքը տենց գործեր կա, որ դեռ բացահայտվում է, ու եք խիա բացահայտվում, որովհետև մեկըդ մյուսիդ փուրն եք տալիս, մեկըդ մյուսիդ ծախում եք, դե երկիր ծախողը, դրոշ ծախողը, կարող է պատահի ինչ-որ մի ավարիչ ծախի, այս հենց իրար փուրը տալով, իրար դեմ, ցուցմունք տալով կգնաք, դուք էդ եք, էդ է ձեր էությունը, բայց ես ուրախ եմ, որ ես հարցում դուք էդ եք, էլի ծախող եք դեն շուտ, օդ ակ օդ,